Ազգային վարկանիշ մրցանակաբաշխության տարեվերջյան միջոցառումն է, որի շրջանակներում մեկտեղվել է տնտեսության, առողջապահության, հանրային մշակութային ոլորտներում իրենց գործունեությամբ տարբեր տարիներին ակնառու հաջողություններ գրանցած եւ հաճախորդների շրջանում բարձր գնահատականի արժանացած անհատներ, ովքեր իրենց աշխատասիրության, ազնվության, բարեխղճության, որակյալ ծառայությունների մատուցման եւ գործին անձնվիրաբար նվիրվելու շնորհիվ կարողացել են ձևավորել բարի համբավ եւ բարձր հեղինակություն։ AAD Project PR մեդիա ընկերությունը եւ Հայրենիք Սփյուռք կապերի զարգացման խորհուրդը տարիների վեր հնարավորություն է ունեցել լուսաբանել նրանց աշխատանքային գործունեությունը, ձեռքբերումները, ընդգծել նրանց դերակատարումն ու կարևորությունը տնտեսության, առողջապահության զարգացման ոլորտներում, ականատեսը լինել նրանց անձնուրաց աշխատանքին եւ մարդասիրական գործունեությանը։ Միջոցառումը մեկնարկեց AAD Project ընկերության նկարահանած նոր շնչառություն վավերագրական ֆիլմի ամփոփմամբ։ Այն առաջին ֆիլմն է հայ բժիշկների ծանր առօրյային անդրադարձող, որտեղ իրական հերոսներ են իրական պատմություններով։ Բժիշկներ, որոնց պատմությունը հուզել ու բազմաթիվ մեկնաբանությունների տեղի է տվել։ Ֆիլմում նկարահանված մի քանի ականավոր բժիշկներ ազգային վարկանիշ հուշամեդալների արժանացան առողջապահության ոլորտում իրենց մասնագիտական վաստակի եւ փորձառության համար։ Կյանք փրկող ազգային բժիշկ անվանակարգում բացառիկ ու պատվավոր հուշամեդալը հանձնվեց Նորք Մարաշ բժշկական կենտրոնի սրտային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Գագիկ Հեբոյանին։ Նոր շնչառություն ֆիլմն այս ամիսների ընթացքում միայն YouTube-յան հարթակում ապահովեց մեծ դիտելիություն։ Այն կարևոր ուղերձ էր հանրությանը արժևորելու բժշկության ոլորտի նվիրյալների բարդ աշխատանքը։ Կրծքային վիրաբուժության զարգացման գործում ունեցած անուրանալի ներդրման, բարձր մասնագիտական կարողությունների դրսևորման համար հուշամեդալի եւ վաստակավոր բժշկի կոչման արժանացավ հայ-ամերիկյան առողջության կենտրոնի կրծքային վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Արմեն Քոչարյանը։ Այսօր ժամանակակից բժշկության եւ հեպատոլոգիայի ոլորտի մեծանուն մասնագետի գիտական ձեռքբերումների արդյունքում մահվան դատապարտված բազմաթիվ պացիենտներ բժշկվել ու շարունակում են ապրել մեր կողքին։ Հայաստանի լյարդաբանության ճյուղի շարունակական զարգացման, ծանր փուլերում հայտնաբերված հիվանդությունների բուժման եւ կանխարգելման գործում մեծագույն ավանդի, մարդասիրական եւ բացառիկ առաքելության համար ոլորտի նվիրյալ եւ լյարդաբանության համաշխարհային դեսպան անվանակարգում հուշամեդալ շնորհվեց Երևան բժշկագիտության կենտրոնի գաստրոէնտերոլոգիական եւ հեպատոլոգիայի բաժանմունքի ղեկավար Հասմիկ Ղազինյանին։ Առաջնագծի պես մի բան է ամեն օր գտնվել պացիենտների շրջանում, ովքեր ունեն հիվանդության ծանր ախտանշան եւ կատարել մասնագիտական գործն ամենայն պատվով ու պատասխանատվությամբ։ Բժշկության ոլորտում բազմամյա գործունեության, մասնագիտական փորձառության եւ թոքաբանության ճյուղի զարգացման գործում մեծագույն ավանդի համար բժշկության առաջամարտիկ անվանակարգում ազգային վարկանիշ հուշամեդալի արժանացավ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության թոքաբանության ազգային կենտրոնի արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավար Լևոն Խալացյանը։ Ամենաբարդ իրավիճակներում մասնագիտական բարձր պատասխանատվության ցուցաբերման, գերազանց պատրաստվածության համար փորձառու բժիշկ վիրաբույժ անվանակարգում ազգային վարկանիշ հուշամեդալը տրվեց Էրեբունի բժշկական կենտրոնի նեյրովիրաբույժ Նաիրի Մարգարյանին։ Ակնաբուժության ոլորտում լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրման, զարգացման, արդի մեթոդների կիրառման գործում ունեցած մեծագույն ավանդի համար վաստակավոր բժիշկ ակնաբույժ կոչմանն արժանացավ Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային եւ նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի ղեկավար ակնաբույժ միկրովիրաբույժ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը։ Ֆիլմի ստեղծման աշխատանքներին աջակցելու համար տրվեցին նաև հատուկ շնորհակալագրեր։ Հանուն հանրային շահի տարատեսակ նախաձեռնություններում ընդգրկվելու եւ սոցիալական բարձր պատասխանատվության ցուցաբերման համար շնորհակալագիր հանձնվեց Eco-Motors էլեկտրոմոբիլների ներմուծման առաջատար ընկերության հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանին գլխավոր հովանավորչության համար։ Ֆիլմի ստեղծման աշխատանքների աջակցման համար շնորհակալագիր հանձնվեց նաև Աշոտսկի պանրագործական ընկերությանը հանձինս տնօրեն Գեորգի Բաղդասարյանին։ Միջոցառմանը ներկա էին նաև առողջապահության ոլորտի եւս երկու ներկայացուցիչներ։ Բարև ձեզ, ես Մեսրոպ Մանասյանն եմ, դիմացնոտային պլաստիկ վիրաբույժ SmartMed բժշկական կենտրոնի տնօրենը։ SmartMed բժշկական կենտրոնը մատուցում է լայն սպեկտրի ծառայություններ, բլոր, դիմացնոտային, պլաստիկ, ընդհանուր լապարասկոպիկ, էնդոսկոպիկ, լազերային վիրաբուժություն, պրակտոլոգիա,
Դիագնոստիկա ունենք, որը հագեցած է ժամանակակից ԿՏ սարքավորումով, թվային ռենտգենոգրաֆ սարքավորումով, ուլտրաձայնային հետազոտության, ունենք ժամանակակից կլինիկական լաբորատորիա, ունենք նաև ստոմատոլոգիական ծառայություններ, իմպլանտոլոգիա, օրթոդոնտիա, կոսմետոլոգիական ծառայություններ եւ բուժական մերսման ծառայություններ։ Այս տարի մենք գերակատարել ենք մեր պլանները, վերաբացել ենք կլինիկական ախտորոշիչ լաբորատորիա նորագույն սարքավորումներով, ձեռք ենք բերել թվային ռենտգեն սարք, ձեռք ենք բերել լորենդոսկոպիկ սարք, ժամանակակից լազերային վիրահատական սարք ենք ձեռք բերել, վերաբացել ենք մեր երրորդ վիրահատարանը, ինչպես նաև ընդլայնել ենք վերակենդանացման բաժանմունքը եւ ավելացրել ենք պալատները։ Մեր նպատակն է մատուցել մեր հասարակությանը բարձրակարգ բուժ ծառայություն, մեր համար առաջնահերթություն է բուժառուի առողջությունը։ Ինչպես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել մեզ վստահած բուժառուներին, նաև մեր թիմը ընդլայնած նոր բժիշկներին, որոնք վստահելով մեր թիմին միացել են մեզ։ Նորարար ու առաջադեմ մոտեցումների կիրառման, շարունակական մասնագիտական կատարելագործման համար ազգային վարկանիշ հուշամեդալի արժանացավ SmartMed նորարարական վիրաբուժության եւ ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր, դիմացնողտային եւ պլաստիկ վիրաբույժ Մեսրոպ Մանասյանը։ Ես Գուրգեն Հարությունյանն եմ, Armavirdent ստոմատոլոգիական կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Armavirdent-ը հիմնադրվել է 2004 թվականին, շուրջ արդեն 21 տարի աշխատում ենք, արարում ենք։ Armavirdent-ը մատուցում է ստոմատոլոգիայի լայն սպեկտրի ծառայությունները։ Թվային տեխնոլոգիաներն են արդեն առաջ եկել, որը որ մեր կլինիկայում արդեն վաղուց կան։ Armavirdent ստոմատոլոգիական կենտրոն ասելով ինչ ենք հասկանում։ Հասկանում ենք բոլոր ծառայությունները, այդ թվում նաև լաբորատորիան էլ հագեցած իր թվային տեխնոլոգիաներով։ Ինչա նշանակում թվային։ Ժամանակին, որ անում էին այդ ամեն ինչը ձեռքով, տեխնիկները, բժիշկները, հիմա արդեն անում է սկաները, հիմա արդեն անում է 3D պրինտերը եւ այլն։ Ունենք պրոֆեսիոնալ մասնագետներ, ովքեր վերապատրաստվում են եւ թե Հայաստանում, եւ թե Հայաստանից դուրս, եւ թե մեր ատամնատեխնիկները, եւ թե մեր բժիշկները։ 2025 թվականին ձեռք ենք բերել գերժամանակակից սարքավորումներ, համակարգչային տոմոգրաֆիա, միկրոսկոպներ, սկաներներ եւ այլ գործիքներ։ Տարիների ընթացքում մեր կատարած աշխատանքների արդյունքում Armavirdent-ին վստահում են եւ թե մեր սիրելի հրազդանցիները, եւ թե մեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները, ովքեր որ մեզ մոտ սպասարկվել են, ովքեր որ մեզ գիտեն, մեր բոլոր բժիշկներին։ Նաեւ ունենք բուժառուներ արտերկրից։ 2026 թվականին մաղթում եմ բոլոր մեր գոլեգաներին մասնագիտական վերելքներ, նվաճումներ եւ առողջություն բոլոր բուժառուներին։ Ատամնաբուժության ոլորտում կիրառվող առաջադեմ մոտեցումների, ցուցաբերած մասնագիտական խնամքի, բարձր հեղինակության ձևավորման եւ բարի համբավի համար ազգային վարկանիշ վայելող ստոմատոլոգիական կլինիկա ճանաչվեց Armavirdent ստոմատոլոգիական եւ կոսմետոլոգիական կենտրոնը։ Հյուրերին անակնկալ մատուցեց միջազգային կարգի պրոֆեսիոնալ մոգ եւ աչպարար Վարդան Ամիրյան եւ Արևիկ Հարությունյան զույգը, արժանանալով պատվավոր մրցանակի։ Ողջունում եմ բոլորին։ Ես Նարինե Ավագյանն եմ։ Հայաստանի գրողների միության անդամ, ԱՄՆ հայ գրողների միության անդամ, գրողների միջազգային միության անդամ, մշակութային գործիչների միության անդամ, Ռուսաստանի Դաշնության գրողների միության պատվավոր անդամ։ Բազմաթիվ գրական միջազգային ակումբների եմ անդամակցում եւ 18 ժողովածուների հեղինակ եմ այսօր արդեն։ Իմ ժողովածուներից շատ ու շատ գործեր թարգմանվել են տարբեր լեզուներով, մասնավորապես ռուսերեն եւ ֆրանսերեն գործերը բազմաթիվ տարեգրքերում, ամսագրերում, Հայաստանի Հանրապետությունում եւ նրանից դուրս տպագրված են։ Արժանացել են մի շարք միջազգային մրցույթների առաջին մրցանակների։
Համուսահյան ոսկե շքանշանակիր եմ։ Վերջին տարիներին իմ գործունեությունը նկատվել եւ գնահատվել է բազմաթիվ տարբեր կազմակերպությունների կողմից, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրանից դուրս։ Շատ կարևորում եմ հայ գրողի համար թարգմանվել եւ ներկայացվել նաեւ արտասահմանյան ընթերցողին։ Արդեն մոտ 6 տարի է, որ մանկական գրականությունը իմ կողմից վերածվում է ժողովածուի, որը լույս է տեսնում որպես նվեր երեխաների պաշտպանության միջազգային օրը մանուկներին։ Զարմանում եմ, երբ ասում են, որ այսօր սերունդը չի կարդում։ Ես դեմ եմ այս գաղափարին, որովհետև սերունդը կարդում է, պարզապես մի փոքր փոխվել են կարդալու եղանակները, ձևերը։ Ինչ վերաբերում է առաջիկա պլաններին, պիտի մեծ ուրախությամբ հայտնեմ, որ իմ մանկական բանաստեղծությունների վրա մոտ 50 մանկական երգեր կան գրված, սիրելի եւ հայտնի երգահանների կողմից եւ մոտ ապագայում պատրաստվում է 2 երգարան, պատրաստվում է իմ նոր մանկական ժողովածուն, ինչպես նաեւ իմ 2 ժողովածուները, որոնք պոետական ժողովածուներ են, մեկը հայրենասիրական բոլոր գործերի ամփոփումը պետք է լինի եւ մեկը կենսափիլիսոփայական բանաստեղծությունների ժողովածուն։ Հայաստանի Հանրապետության սահմաններում եւ նրանից դուրս հայ գրականությունը հանրահռչակելու մանկավարժական գործունեության մեջ ունեցած ավանդի համար ազգային վարկանի շուշամեդալի արժանացավ մանկավարժ գրող մանկագիր Նարինե Ավագյանը։ Բեսթսելեր գրքերի հեղինակ անվանակարգում մրցանակի արժանացավ հոգեբան, կինոսցենարիստ, քոուչ Արփինե Վանյանը։ Այնուհետև միջոցառման շրջանակներում ամփոփվեց AAD Project ընկերության մեկ այլ նախագիծ 105 բիզնես պատմություն գիրքը, որը բազմաթիվ ընթերցողների, սկսնակ ձեռներեցների եւ բիզնես գաղափար ունեցողներին հնարավորություն տվեց ծանոթանալ բիզնեսում հաջողած գործարարների իրական պատմությունների։ Եվս մեկ գիրք դարձավ բիզնես կրթության կարևոր շտեմարան, որտեղ արդեն հաջողված բիզնեսները նորերին փոխանցեցին իրենց փորձը հաջողություններով ու ձախողումներով լի։ Մենք հավատում ենք, որ բիզնեսի իրական խնդիրները ոչ թե սկսվում են շուկայից, այլ սկսվում են մտածողությունից, սեփականատիրոջ մտածողությունից։ Մենք աշխատում ենք այնտեղ, որտեղ բիզնեսները կանգ են առնում սեփականատիրոջ գլխում, կառավարման մոդելում կամ աճի համակարգերում։ Մենք կառուցում ենք համակարգեր, որոնք աշխատում են ոչ միայն այսօր, այլ երկարաժամկետ, որոնք կախված չեն մեկ մարդու որոշումից եւ մեկ հաջող շրջանից։ Մեր խորհրդատվական եւ կրթական ծրագրերը միավորում են վաճառքի, մարքեթինգի եւ կառավարման խնդիրները մեկ ամբողջական մտածողության մեջ։ Մեր մոտ չեն գալիս պարզապես սովորելու, մեր մոտ գալիս են վերափոխվելու։ Ես համոզված եմ, որ վաճառքը դա խոսք չէ, կառավարումը դա լոկ հրահանգ չէ, բիզնեսի աճը դա պատահականություն չէ։ Մենք այսօր հպարտ ենք, որ մեր աշխատանքը ճանաչվում է որպես իրական ազդեցություն բիզնես համայնքի զարգացման վրա, եւ մենք շարունակելու ենք նույն ճանապարհով։ Բիզնեսը ոչ թե աճում է շուկայում, բիզնեսը ոչ թե աճում է թվերով, բիզնեսը աճում է առաջնորդի մտածողությունով։ Բիզնես որակյալ կրթության եւ խորհրդատվության միջոցով գործարար մտածողության ձևավորման եւ բիզնեսների համակարգային աճի վրա ունեցած էական ազդեցության համար ազգային վարկանի շուշամեդալի արժանացավ Մանասյան Consulting Group բիզնես կրթական եւ խորհրդատվական կենտրոնի հիմնադիր բիզնես փորձագետ Հայկ Մանասյանը։ Գործատուների եւ սպառողների համընդհանուր շահերի պաշտպանության լավագույն փորձի, հանրային ծառայության ոլորտում երկարամյա արգասաբեր գործունեության համար ազգային վարկանի շուշամեդալին արժանացավ Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Վահագն Համբարձումյանը։ Բարև ձեզ, ես Eco-Motors ընկերության հիմնադիրն եմ։ Eco-Motors ընկերությունը 2023-ին, այսպես ասած, ծնվեց եւ հիմա ունենք 7 ավտոսրահ քաղաքի տարբեր վայրերում։ Շուտով բացելու ենք մեր 8-րդ ավտոսրահը։ Մեր հաջողության գրավականը նրանում է, որ մենք չենք խաբել հաճախորդներին, անկեղծ աշխատել ենք քրտնաջան 24 ժամ գիշեր-ցերեկ աշխատելով, հասել ենք նրան, որ հաճախորդները մեզանից գոհ լինեն եւ անընդհատ հաճելի է, որ լսել հաճախորդներից շնորհակալություն եւ գոհ լինելը։ Մենք ազնիվ ու բարեխիղճ ենք, այդ դրա պատճառով էլ մեր հաճախորդները նոր հաճախորդներ են ուղղորդում դեպի Eco-Motors-ը։ Այսօր մենք արդեն 3 տարիների ընթացքում ունենք մեր ավտոսրահներում 100-ից ավել տեսականի մեքենաներ։ Մեր կողմից նախատեսված եւ
ներմուծված մեքենաները հարմար են հայաստանյան շուկային, թե մարդատար, թե բեռնատար մեքենաները։ Մոնիթորինգի արդյունքում մենք հասկացանք, թե կազմակերպություններին ինչպիսի բեռնատար մեքենաներ են հարկավոր։ Այդ պատճառով մենք 5 բրենդի պաշտոնական ներկայացուցիչ ենք Հայաստանում՝ Ruichin, Shanreye, Skywell-ը, Dongfeng-ը եւ շուտով BAV-ը։ 2026 թվականին մենք նոր անակնկալներ ունենք մատուցելու մեր սիրելի հաճախորդներին։ Նախատեսում ենք բացել եւս նոր սպասարկման գեր ժամանակակից հագեցած ավտոսպասարկման վայրեր, որտեղ ավելի կեշտացնի մեր վաճառած մեքենաները սպասարկելու գործը։ Կարող եմ պնդել, որ ճիշտ աշխատելավոճի եւ հետեւողական լինելու շնորհիվ Eco-Motors ընկերությունը հայաստանյան շուկայում առաջատարն է։ Եվ մեր կարգախոսում ամեն ինչ ասված է. փոխիր մեքենատ, փոխիր աշխարհը։ Նոր սերնդի տրանսպորտային միջոցների, հետվճարային բարեխիղճ սպասարկման եւ հաճախորդի լավագույն ընտրություն անվանակարգում ազգային վարկանիշ հուշամեդալի արժանացավ Eco-Motors Group ՍՊ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Աբրահամյանը։ Soft Papyrus ընկերությունը իր աշխատանքային գործունեությունը սկսել է 2014 թվականից եւ շուկայում իր լայն տարածումը, ճանաչումը ձեռք է բերել իր բարձր պատասխանատու աշխատելավոճով եւ թափանցիկությամբ։ Ընկերության կարգախոսն է, որակը մեր խոստումն է։ Այս բառերի հետևում կան շատ թաքնված խոսքեր, կան շատ ծանր եւ պատասխանատու աշխատանք։ 2014 թվականից առ այսօր ընկերությունը ընդլայնվել է ոչ միայն արտադրական ծավալների առումով, այլ տեսականու առումով։ Այսօր ընկերությունը շուկայում հանդես է գալիս թղթյա հիգիենիկ, բամբակյա, խոնավ անձեռնոցիկների, կենցաղային մաքրման միջոցների եւ հոռեկավոլորտին անհրաժեշտ արտադրանքներով շուրջ 400 տեսականիով։ Մեր ընկերության հաջողության հիմքում առաջին հերթին ընկած է ընկերության արժեքային համակարգը, կորպորատիվ մշակույթը, որի պահանջները, որի սահմանումները առաջին հերթին գալիս են ընկերության հիմնադիր տնօրեն Տիգրան Կարապետյանի մարդկային եւ առաջնորդի բարձր արժեքային չափանիշներից։ Այս 11 տարիների ընթացքում ընկերությունը արժանացել է բազմաթիվ մրցանակների, շնորհակալագրերի եւ պատվոգրերի։ Ընկերությունը մշտապես փորձել է բարելավել եւ կատարելագործել իր որակի համար սահմանված չափանիշները եւ 2025 թվականին ընկերությունը այն եզակի կազմակերպություններից էր, որ միանգամյա արժանացավ որակի կառավարման ISO 90001, աշխատանքի անվտանգության կառավարման ISO 45001 եւ շրջակա միջավայրի պահպանության ISO 14001 ստանդարտների համապատասխանեցմանը։ Սա բարձր պատասխանատվություն է մեր ընկերության համար, որը որ մենք կպահպանենք եւ մեր մշակույթը եւ արժեքները կկիսենք մեր շահագրգիռ կողմերի հետ։ Անձեռոցիկների հայկական արտադրության առաջատար ապրանքանիշ եւ վստահելի անուն անվանակարգում առաջատարը ճանաչվեց Soft Papyrus հիգիենիկ պարագաների արտադրական ընկերությունը։ Բարև ձեզ։ Ես Էդգար Սարգսյանն եմ, ներկայացնում եմ Greenhouse ընկերությունը։ Մեր ընկերությունը զբաղվում է ծաղիկների մեծածախ վաճառքով։ Ունենք մեր ջերմատունը, համագործակցում ենք շատ ուրիշ ջերմոցների հետ։ Զբաղվում ենք ծաղիկների աճեցմամբ, վաճառքով եւ արտահանմամբ։ Մեր արտադրանքը վաճառվում է տեղի շուկայում, ինչպես նաեւ արտահանվում է։ Մեր ընկերությունը զբաղվում է ծաղիկների մեծածախ վաճառքով եւ սիրով ուզում եմ տեղեկացնել, որ արդեն բացել ենք մեր խանութ սրահը Սայաթնովա 16 հասցեում։ Ծաղկի գործով զբաղվում ենք շատ վաղուց։ Ծաղկի գործը մեզ մոտ ընտանեկան գործ է, այսպես ասած։ Տարիների ընթացքում ավելի մասշտաբի է գնացել, ավելի մեծացրել ենք բիզնեսը եւ հուսով եմ ու համոզված եմ, որ ավելի կմեծացնենք ու ավելի մասշտաբի կգնանք ու նորանոր շուկաներ կգրավենք։ Մեր ընկերությունը գործունեություն է ծավալում Արարատի մարզում եւ ստեղծել ենք նորանոր աշխատատեղեր եւ հուսով եմ մեր գործունեությունը կնպաստի պետության տնտեսության զարգացմանը։ Ամփոփելով 25 թվականը կարող եմ ասել, որ ստեղծել ենք նոր ջերմատուն եւ բացել ենք մեր խանութ սրահը։ Greenhouse-ը հաստատուն քայլերով գնում է առաջ, զարգացնելով ծաղկի մշակույթը Հայաստանում։
Բիզնես գաղափարի լավագույն օրինակ անվանակարգում լավագույնը ճանաչվեց Greenhouse ջերմոցների ցանցը, իդեմս հիմնադիր տնօրեն Էդգար Սարգսյանի։ Բարև ձեզ, ես Կարինե Հովեյանն եմ, Parisian Gele բրենդի հիմնադիր տնօրենը։ Parisian Gele բրենդը հիմնադրվել է 2018 թվականին։ Մեր գործունեությունը ծավալում ենք Մամիկոնյանց 58 հասցեում։ 2025 թվականին մենք բացել ենք մեր երկրորդ մասնաճյուղը Ավետ Ավետիսյան 8 հասցեում։ 2018 թվականից սկսած մենք արտադրում ենք բացառապես դոնդողյա տորթեր եւ Հայաստանում միակ մասնագիտացված խանութ սրահն է։ Parisian Gele-ն չի կանգնում մի կետի վրա եւ ամեն տարի հանդես է գալիս նորամուծություններով։ Եվ այս տարի մեր նոր արտադրանքն է մուսային դիսերտները, խմորային տորթերը եւ չիզքեյքները։ Parisian Gele-ն դոնդողյա տորթերի արտադրության ոլորտում ստեղծեց նոր մշակույթ։ Հաճախորդներին առաջարկում ենք էքսկլյուզիվ տեսականի եւ առանձնանում ենք թեմատիկ դոնդողներով։ Նշեմ նաեւ, որ Parisian Gele-ն գործունեություն է ծավալում նաեւ Միացյալ Նահանգներում եւ շուտով հայ համայնքին կներկայանանք մեր նոր տեսականիով։ Շնորհակալ եմ մեր հաճախորդներին, որ արդեն 8 տարի շարունակ վստահում են Parisian համին եւ շքեղությանը։ Համի եւ շքեղության ներդաշնակ համադրություն եւ հաջողված բիզնես նախագիծ անվանակարգում ազգային վարկանի շուշամեդալի արժանացավ Parisian Gele ընկերության հիմնադիր Կարինե Հովեյանը։ Ռեստորանային ծառայությունների ոլորտում հաճախորդների շրջանում ձևավորված բարձր գնահատականին, հեղինակության ձեռքբերման եւ ծառայությունների որակի կայուն պահպանման համար ազգային վարկանի շուշամեդալի արժանացավ Աղաբաբյանց ռեստորանային եւ հյուրանոցային համալիրի հիմնադիր տնօրեն Արման Աղաբաբյանը։ Գեորգյան կոնցեռնի խմբի մեջ մտնող առաջի կազմակերպությունը հիմնադրվել է 2011 թվականին։ Առաջի կազմակերպությունը դա Lore Travel-ն էր։ Հետագայում տարիների ընթացքում մենք ընդլայնվեցինք, այժմ ունենք բազմաթիվ ապրանքային նշաններ Գեորգյան կոնցեռնի մեջ մտնող եւ երկրորդը դա Visit Armenia ապրանքային նշանն է։ Արտասահմանում մենք ներկայացված ենք Visit Armenia GMC Travel ապրանքային նշանով, որը զբաղվում է ներգնաց զբոսաշրջությամբ։ Հաջորդը դա մեզ մոտ այն կազմակերպությունների խումբն է, որոնք զբաղվում են միջոցառումների կազմակերպմամբ։ Վերջի տարիներին մենք կազմակերպել ենք բազմաթիվ միջոցառումներ, որոնցից կառանձնացնեմ 2024 թվականին Երևանում տեղի ունեցած զինվորականների աշխարհի ըմբշամարտի առաջնությունը։ Այս տարի մենք կազմակերպել եւ անց ենք կացրել բասկետբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, ուսանողական շախմատի եվրոպական առաջնությունը, ունեցել ենք անցած տարի Վանաձորի օր մեծ տոնակատարությունը, այս տարի Չարենցավանի օրը, այնպես որ մենք միջոցառումների մասով պետք է ասեմ, որ վերջի տարիներին բազմաթիվ հաջողված պրոյեկտներ ունենք, որոնք նաեւ մեզ համար բարձրանալու տեղիք են տալիս։ Պետք է նշեմ, որ վերջի տարիներին մենք լայնվել ենք եւ 24 թվականի հոկտեմբերի 10-ին Դենդրոպարկի հարևանությամբ ստեղծեցինք ու բացվեց ամենակարևոր ապրանքային նշաններից մեկը, ամենակարևոր ֆիրմաներից մեկը Dream Park-ը, որը հյուրանոցառեստորանային համալիր է, տարածված Անտառապատ տարածքում 21 հեկտար տարածքի վրա։ Ապագայի հետ կապված պետք է նշեմ, որ այժմ մենք ստեղծում ենք B2B հարթակ զբոսաշրջային ընկերությունների համար։ Մենք Հայաստանում ունենալու ենք մի հարթակ, որի միջոցով զբոսաշրջային ընկերությունները կարողանալու են իրականացնել ամրագրումներ, Հայաստան ենք բերում նոր խոսք,
եւ այն համաշխարհային փորձը, որը կա եւ այն համաշխարհային գլոբալ B2B հարթակները, որոնք կան, մենք մի հարթակի միջոցով ներկայացած ենք ունենալու Հայաստանում, որը կոչվել է All Tours եւ All Hotels եւ Հայաստանի հյուրանոցներն մենք փորձելու ենք մատակարարել նաեւ միջազգային հարթակներին։ Բիզնեսում պետք է առաջինը ճիշտ թիմ ընտրել եւ տարիների փորձը տալիս է կառավարման այն հմտությունը, որ իմանաս, թե որ աշխատակից ինչով պետք է զբաղվի եւ որ աշխատակից ինչ աշխատանք պետք է անի։ Գործարարության տարբեր ճյուղերի արդյունավետ կառավարման, գենետիկ կոդի փոխանցման, առաջնորդական հմտությունների լավագույն դրսևորման օրինակ անվանակարգում ազգային վարկանիշ հուշամեդալի արժանացավ Գևորգյան կոնցեռնի հիմնադիր տնօրեն Վլադիմիր Գևորգյանը։ Հայկական ծագումնաբանությունը, մշակույթն ու հայկականությունն ընդգծող եզակի ստեղծարար գաղափար անվանակարգում հուշամեդալի արժանացավ Armenian Coins ընկերության հիմնադիր տնօրեն Նազար Արաքելյանը։ Ի դեպ, մրցանակակիրների հուշամեդալը պատրաստվել էին հենց Armenian Coins ընկերությունում։ Հայկական պանրագործության, արտադրության հին ավանդույթների կրող եւ որակյալ ապրանքանիշ անվանակարգում մրցանակ շնորհվեց Աշոտսկի պանրի գործարանին։ Բարև ձեզ։ Ես Մարգարիտա Հարությունյանն եմ, հանդիսանում եմ Դելիկատո ընկերության հիմնադիր տնօրենը։ Ուզում եմ ներկայացնել կազմակերպությունը որպես կիսաֆաբրիկատներ արտադրող կազմակերպություն, որը շուկայում գործում է շուրջ 15 տարի։ Արտադրում ենք 15 եւ ավել տեսականի։ Սկզբում բիզնեսը ստեղծվել է հետեւյալ ուղղությամբ, այսինքն Դելիկատո կազմակերպությունը հիմնականում առաջարկում է բիզնես, փոքր բիզնես, այսինքն տրամադրում են կոնվեկցիոն վառարաններ եւ մեր կողմից պատրաստված, սառեցված կիսաֆաբրիկատները եւ տվյալ կազմակերպությունը առանց ներդրում կատարելու հնարավորություն է ստանում կազմակերպել արագ սննդի վաճառք, ինչը որ բավականին հեշտացնում է եւ ռիսկերից փաստորեն խուսափում է տվյալ իրավաբանական անձը։ Բայց ժամանակի ընթացքում մենք նպատակահարմար գտանք նաև մեր կիսաֆաբրիկատները առաջարկել նաև տնային տնտեսուհիներին, որը բավականին հեշտացրեց տնային տնտեսուհիների կյանքը եւ իհարկե խնայել ժամանակը։ Մեր արտադրանքը պատրաստվում է առանց հավելումների, հիմնականում մեր սկզբունքն է ազնվությունը, հուսալիությունը, ինչը մենք դնում ենք մեր արտադրանքի մեջ, որը նպաստում է մեր արտադրանքի ավելի մեծ տարածմանը եւ վաճառքին։ Մենք առաջարկ ստացանք մասնակցելու որակի նշան էքսպոյին, եւ քանի որ մենք տեղում հնարավորություն ունեցանք մեր կիսաֆաբրիկատները ներկայացնել նաեւ թխված տեսքով, որը որ հաճախորդներին թույլ տվեց ավելի լավ ծանոթանալու մեր արտադրանքի որակին եւ ստացանք բարձր գնահատական մեր հաճախորդների կողմից։ Իսկ սննդի ոլորտում համեղ եւ բազմատեսակ կիսապատրաստվածքներ արտադրող վստահելի ապրանքանիշ ճանաչվեց Դելիկատո ընկերությունը։ Ողջույն, ես Աննան եմ Ավետիսյան, Audit Armenia ընկերության համահիմնադիր տնօրենը։ Audit Armenia-ն իմ համար պարզապես աշխատանք կամ բիզնես չէ, սա այնտեղն է, որտեղ վստահությունը արժեք է, իսկ ազնվությունը աշխատանքային սկզբունք։ Աուդիտը թվերի մասին չէ։ Իմ համար աուդիտը մարդկանց մասին է, նրանց պրոֆեսիոնալիզմի, նվիրվածության եւ պատասխանատվության։ Դա այն համոզմունքն է, որ ցանկացած հաշվետվության հիմքում պետք է լինի ճշմարտությունը։ Ես հավատում եմ, որ աուդիտորը ստուգող չէ։ Նա գործընկեր է, ով օգնում է բիզնեսին դառնալ ավելի թափանցիկ եւ ուժեղ։ Մեր թիմը փոքր է թվով, բայց շատ մեծ է իր մտածողությամբ, քանի որ յուրաքանչյուր թիմի անդամ իր ներդրումն ունի այս համակարգում արժեքները ստեղծելուց։ Բարև ձեզ, ես Audit Armenia-ի թիմի անդամ Քերոբ Լևոնյանն եմ։ Audit Armenia-ում մենք ստանում ենք ուսուցում եւ զարգացում, ինչը մեզ մոտիվացնում է լավ մասնակից դառնալու համար։ Վառ օրինակը մեր տնօրեն Աննա Ավետիսյանը, ում շնորհիվ այս պահին հասել ենք մեծ հաջողությունների։ Բարև ձեզ, ես Մարտա Շեկյանն եմ, արդեն 2 տարի է Audit Armenia-ի թիմի անդամ եմ, որտեղ ինձ տրվել է մասնագիտական աճի հնարավորություն։ Փոխանցվել է կազմակերպության արժեքները, մասնագիտական էթիկա, որակ, ազնվություն, որտեղ մեծ ներդրում ունի մեր տնօրենը Աննա Ավետիսյանը։ Աուդիտորական ընկերություն ստեղծելու գաղափարը սկսվեց այն պահին, երբ ես հասկացա, որ
նախկին աշխատանքի վայրում, այլևս ազատ չեմ իմ մտքերը իրականություն դարձնելու գործում եւ ունեմ որոշակի սահմանափակումներ, բայց ունեի մեծ ծրագրեր, հետեւաբար որոշեցի հիմնել սեփական ընկերությունը եւ իմ արժեքները, իմ գիտելիքները արդեն օգտագործել ավելի ընդլայնված։ Ամեն տարի, երբ ամփոփում ենք մեր հաճախորդների ցանկը, ես ուրախությամբ թիմին նշում եմ, որ ունենում ենք մշտական նույն հաճախորդները եւ միանշանակ ավելացումներ։ Իմ համար արդեն իսկ հաճախորդի վստահությունը այն մեծ ձեռքբերումն է, որ մենք հասել ենք մեր նպատակներին եւ ոլորտում ունենք մեր ուրույն դերը, քանի որ աուդիտորական ընկերությունները Հայաստանում շատ են, ունենք մրցակցություն, բայց միաժամանակ նաեւ հարգանք մեկս մյուսի հանդեպ։ Եվ այս հանգամանքներում շատ կարեւոր է հաճախորդի վստահությունը։ Կարծում եմ մենք այս հարցում բավականին մեծ ձեռքբերում ունենք։ Սեփական տեսլականին հավատարիմ, պրոֆեսիոնալ եւ թափանցիկ գործունեություն ծավալող, բարձրակարգ եւ վստահելի բիզնես գործընկեր անվանակարգում ազգային վարկանիշ հուշամեդալին արժանացավ Audit Armenia ընկերության համահիմնադիր տնօրեն աուդիտոր Աննա Ավետիսյանը։ Ես Մանյա Մաթևոսյանն եմ, հանդիսանում եմ Մաթման փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն։ Ընկերությունս հիմնադրել եմ 2003 թվականին եւ արդեն շուրջ 28 տարի է փաստաբանական գործունեությամբ եմ զբաղվում։ Իմ գրասենյակը զբաղվում է քաղաքացիական, քրեական, վարչական եւ սնանկության գործերով, քանի որ ամբողջ կյանքում երազել եմ լինել փաստաբան։ Կրթությունը ստանալուց հետո երբեք ինձ չեմ պատկերացրել մեկ այլ աթոռի, քանի որ նաև ունեցել եմ փորձեր, բայց ամենահոգեհարազատը եղել է փաստաբանի կոչում ստանալը։ Փաստաբանական ոլորտում հասկացել եմ մի բան, որ իմ գործում պետք է լինեմ ես, եւ ինչու թիմը կարող է ինձ հետ միայն աշխատել, միայն կոնսիլիումների ժամանակ քննարկել, բայց յուրաքանչյուր գործում ես անհատական մոտեցում եմ ցույց տալիս եւ անձամբ ինքս եմ մասնակցում, անկախ նրանից կլինի քրեական, քաղաքացիական, վարչական թե սնանկության գործերով։ Ես գտնում եմ, որ եթե գրվում է իմ անուն ազգանունը, ապա դրա ամբողջ պատասխանատվությունը կրում եմ ես։ Ուզում եմ նաև հպարտորեն ասել, որ այս տարիների ընթացքում կարողացել եմ ունենալ Ռուսաստանի Դաշնությունում մի շարք իրավաբանական ընկերությունների հետ համագործակցություն, որի ընթացքում նաև կարողանում եմ օնլայն աշխատանքներ մատուցել։ Աշխատում ենք այնպես, որ յուրաքանչյուր գործ ստանա իր համապատասխան ընթացքը օրենքի եւ մասնագիտական էթիկայի պահանջներին համահունչ։ Մեր ապագա նպատակն է շարունակաբար զարգացնել ծառայությունները հանձինս փաստաբանական ոլորտում, ընդլայնել մասնագիտական ուղղությունները եւ ապահովել, որ յուրաքանչյուր հաճախորդ ստանա ճիշտ ժամանակին եւ որակյալ իրավաբանական աջակցություն։ Իրավական ոլորտում բազմամյա անբասիր գործունեության համար վաստակավոր փաստաբան անվանակարգում պատվավոր հուշամեդալը հանձնվեց Մաթման փաստաբանական գրասենյակի ղեկավար փաստաբան Մանյա Մաթևոսյանին։ Մրցանակակիրների թվում էին նաև հանրային ծառայողներ, ովքեր երկարամյա անբասիր գործունեությամբ նպաստել են համայնքների հզորացման, ծրագրերի արդյունավետ իրականացման շարունակական գործընթացներին։ Հանրային ծառայության ոլորտում աշխատանքների արդյունավետ կառավարման, բազմամյա աշխատանքային գործունեության եւ համայնքային կառավարման ոլորտում ունեցած ավանդի համար մրցանակներով պարգևատրվեցին Ամասիա համայնքի ղեկավար Ջեմա Հարությունյանը եւ Ծաղկահովիտ խոշորացված համայնքի ղեկավար Նորային Հակոբյանը։
Ճանապարհաշինարարական ոլորտում բազմամյա գործունեության, բարեխիղճ եւ հետեւողական աշխատանքի, ինչպես նաեւ մեծագույն վաստակի համար պարգևատրվեց Կապան ճանապարհաշինարարական ընկերության տնօրեն Արարատ Կարապետյանը։ Ես Յուրիկ Քեշիշյանն եմ, Խիմաստեր ընկերության գործադիր տնօրենը։ Խիմաստեր ընկերությունը 2012 թվականին է կառուցվել եւ որպես առաջին ֆիրման է, որ Հայաստանում ուղղակի արտադրում է մաքրման կայանները եւ համագործակցում է չեխական ֆիրման Topol Water ֆիրմայի հետ, որպես նրանց լայսենսի միջոցով արտադրել են կեղտաժրերի մաքրման կայաններ։ Այս ոլորտում մենք ունենք բավականին մեծ փորձ Պարսկաստանից սկսած մինչև որ Հայաստանում։ Մեր կայանները որպես բնության համար շատ յուրահատուկ կարիք են, այսինքն երբ որ կեղտաջրերը հեռացնելու համար ոչ մի հնարավորություն չկա եւ կարիք կա որպես մաքրվի, այս կայանները արտադրամասում արտադրվում են պոլիպրոպիլեն լիստերից եւ տեղափոխվում են ու տեղում տեղադրվում են։ Տիղմի արտադրությունը, որ ցանկացած մաքրման կայաններում խնդիր են եւ պետք է ժամանակ առ ժամանակ հեռացնել, մենք այդ խնդիրը չունենք եւ կարելի է ասել 98% իրական մաքրում ենք ունենում։ Հայաստանում 350-ից մինչև 400 հատ մաքրման կայաններ ենք տեղադրել, օրական 210 խորանարդ կեղտաջուր է մաքրում ամենամեծ հզորը, որ տեղադրվել է առայժմս Հայաստանում։ Մինչև որ 15000 խորանարդ օրական մաքրման կայաններ Պարսկաստանում են կառուցել, մտադիր ենք, որ օգտագործենք ամենանոր տեխնոլոգիաներից, այս ոլորտում նանո պղպճակների արտադրանքը որպես նոր տեխնոլոգիա կիրառել ենք, գոնե 3-ից 4 կետ մաքրման կայաններում կիրառել ենք եւ բավականին մեծ արդյունք ենք ստացել։ Մեր ամենաբարձր հարստությունը Հայաստանում մաքուր ջրերն են։ Ցանկացած Հայաստանի բնակիչ պետք է իրեն թույլ չտա գոնե մի լիտր ջուրը կեղտոտի անիմաստ պատճառով։ Հայրենական որակյալ արտադրանքի ստեղծման եւ բնապահպանական անվտանգության ապահովման համար հուշամեդալի արժանացավ Խիմաստեր ընկերության գործադիր տնօրեն Յուրիկ Քեշիշյանը։ Ֆրանսիական հրուշակագործության ոլորտում նրբագեղ համով եւ ինքնատիպ դիզայնով առանձնացող սպառողի ընտրություն անվանակարգում մրցանակի արժանացավ ֆրանսաբնակ հայրենակցուհի Մանանա Սուից ապրանքանիշի հիմնադիր հրուշակագործ Մարիանա Գրիգորյանը։ Մրցանակը սիրով կփոխանցեն նրան։ Բարև ձեզ, ես Կարլեն Մանուկյանն եմ, Աշտարակ հոլ ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրենը։ Հիմնադրվել են 2009 թվականին, տարիների ընթացքում մեր քրտնաջան աշխատանքի շնորհիվ մենք հիմնադրեցինք Evelina Garden Hall-ը, Family Bridge-ը։ Ռեստորանները գտնվում են քաղաք Աշտարակում, Քասախի կիրճում, ունենք շքեղ տեսարաններ։ Ռեստորանները նախատեսված են 50-ից 500 անձի համար։ Ռեստորանային համալիրները սիրվել են հանրության կողմից, մատուցում ենք միայն բարձրակարգ ծառայություններ։ Ժողովրդի ցանկությամբ պարբերաբար կատարում ենք ոճային փոփոխություններ։ Այժմ աշխատում ենք նոր նախագծի վրա, Քասախի կիրճում կառուցում ենք բացօթյա ռեստորանային համալիր, որը լինելու է բնությանը 1 քայլ մոտ, որը նախատեսված է լինելու ընտանեկան հանգստի եւ միջոցառումների համար։ Մեր ռեստորանները աշխատում են ոչ միայն մեր համար, այլ նաեւ ստեղծում ենք աշխատատեղեր հանրության համար։
Լավագույն ընտանեկան նախագիծ եւ հաջողված բիզնես գաղափար անվանակարգում հուշամեդալի արժանացավ Աշտարակ հոլ ռեստորանային համալիրի հիմնադիր տնօրեն Կարլեն Մանուկյանը։ Մրցանակներ էին սպասվում նաև այլ ոլորտներում գործունեություն ծավալող անհատների։ Տարվա մոտիվացիոն խոսնակ անվանակարգում մրցանակ ստացավ հոգեբան, քոուչ, ինֆլուենսեր Մերի Խաչատրյանը։ Միջոցառումների պրոֆեսիոնալ անցկացման, մասնագիտական պատշաճ պատրաստվածության եւ մշտապես հաճախորդների բարձր գնահատականին արժանանալու համար մրցանակ ստացավ հանդիսավար շոումեն Սուրեն Խաչատրյանը, ով նաև հանդես եկավ իր հերինակային լավագույն կատարմամբ։ Բազմաժանր երաժշտական նախագիծ եւ տարվա հայտնություն անվանակարգում մրցանակ շնորհվեց Շիրազ Ֆոլք Բենդ երաժշտական խմբին, հանձինս հիմնադիր Վազգեն Սարգսյանի։ Իդեպ ողջ երեկոյի ընթացքում բենդը հանդես եկավ ազգային երաժշտական կատարումներով։ Տորթերի արտադրության առաջատար ապրանքանիշ ճանաչվեց Dream Sweets տորթերի արտադրական ձեռնարկությունը, հանձինս հիմնադիր Լաուրա Թորոսյանի։ Իդեպ միջոցառման ավարտին համեղ թեմատիկ տորթը վստահվել էր այս ընկերությանը, ով տարբեր չափանիշների շնորհիվ որակական եւ համայն առումներով փոփնգյակում է հայտնվել։ Միջոցառումը հետաքրքիր շոու ծրագրերով գեղեցկացրեց Թամարա Wedding Happy Show Երևան թիմի անդամները։ Հաճախորդների շրջանում ստեղծված վստահության, ծառայությունների բարձրակարգ մատուցման եւ աշխատանքում ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար մրցանակ շնորհվեց Թամարա Wedding եւ Happy Show Երևան ընկերությունների հիմնադիր Թամարա Արզումանյանին։ Հատուկ մրցանակ տրվեց նաև Հարությունյան դիզայնի հիմնադիր Սուզաննա Հարությունյանին։ Նշենք, որ ընկերությունն ապահովում է միջոցառումների կազմակերպման ամբողջական փաթեթ, գեղեցիկ ու տարբերվող կեթրինգային ծառայություններից մինչև սրահների դիզայն եւ ձևավորում։